Շատերս ենք լսել այս ձայնը, շատերիս էլ ծանոթ են նրա երգերը այլոց կատարմամբ։ 121 տարի առաջ այս օրը Վանի Շատախ գավառակի Ջնուկ գյուղում ծնված տղային անվանակոչեցին Խրիմյան հայրիկի պատվին։ Նա տարիներ հետո պետք է դառնար անվանի ազգագրագետ, բանահավաք եւ հայ ազգագրական երգի անմահ պահապան Հայրիկ Մուրադյանը։ Ցեղասպանությունից մազապուրծ փրկված Մուրադյանների փոքրաթիվ ընտանիքը միայն 1921 թվականին հայտնվեց Արևելյան Հայաստանում, սակայն փորձությունները դեռ չէին ավարտվել։ 1937 թվականին Հայրիկ Մուրադյանին սովետական իշխանությունները բանտարկեցին որպես Աղասի Խանջյանի աջակից, իսկ արդեն 1980-ականներին նա մշակութային մի մեծ հեղաշրջում իրականացրեց Հայաստանում, ժողովրդի դատին հանձնելով ավելի քան 200 ազգագրական երգ, իսկ դստեր Մարոյի հետ հիմնեց ակունք ազգագրական համույթը։ Վերջինս երիտասարդների շրջանում ազգային մշակույթի հանդեպ սիրո եւ տարածման հիմք հանդիսացավ։ Ինչպես Հայրիկն է ասել, երգը մեր պատմությունն է, հիշողությունն է երգը։ Երգը օգնում է մեզ թե ուրախության, թե տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում լուսավոր միտք։ Ահա թե ինչ է երգը։ Իսկ մեզ մնում է գնահատել, պահպանել այս ամենը եւ կրթել մեր երեխաներին ազգային արժեհամակարգով, որպես հայրենասեր եւ հայրենատեր անձ։ Այս անգամ հայ հետքը Հայրիկ Մուրադյանն էր, իսկ մենք գնում ենք գտնելու հաջորդը։